Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Մեդիանյուզը գրում է. 3 հոկտեմբերի 27-ին Կտրիչ Ներսիսյանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Գեղարքունյաց թեմի հոգևոր սպասավորների հետ։ Լավ հասկանալով, որ վերջին շրջանում տարբեր բացահայտումների ու իրեն վերագրվող մեղքերի համար գնալով կորցնում է հոգևորականների վստահությունը, Կտրիչը փորձել է արտահանալ հոգևորականների մոտ։ Սակայն Կտրիչի արտահայտումները, թե ինքը KGB-ի գործակալ չէ եւ չի գործում պետության դեմ, մեղմ ասած չեն համոզել հոգևորականներին։ Ով, բայց հոգևորականները լավ գիտեն ու տեսնում են, ինչ է կատարվում եկեղեցու ներսում, ինչպես նաեւ շատ լավ գիտեն, որ Կտրիչը ունի զավակ ու խախտել է կուսակրոնության ուխտը։ Ինչու էստեղից սկսեցինք, որովհետեւ այո, այստեղ ահագին աշխատանքներ են տարել մարդիկ, որպեսզի իրենց հարազատ բարեկամներին բերեն նստացնեն arczepiskopos դարձնեն, սրբազան հայրեր դարձնեն, որպեսզի ամենատարբեր ժողովներում որոշակի ընդունվող հակաեկեղեցական կամ կանոնակարգը խախտող եւ կամակորության սկզբունքներով գործող ամեն մի հրահանգը կողմ քվեարկեն անցնի գնա։ Եկեղեցին ժողովուրդ ջան կարող է ազատագրել միայն հավատացյալ հոտը։ Լավ կլինի մասնակից լինեն նաեւ եկեղեցու ծառայողներ, եկեղեցականներ, իրենց թե խորհուրդներով, թե իրենց հավատքով ու այստեղ է որ դիմադրությունը կոչնչանա կանհետանա։ Արդեն անհետացել է, այս աչքովս ընկավ հարցումները, նախ ասեմ, որ առավոտյան ինքս նախատեսում էի մեր հասարակական կազմակերպության ներուժով հարցումներ իրականացնեինք Հայաստանում, տեսնեինք մարդիկ ինչպես են վերաբերվում առհասարակ են։ Բայց աչքովս ընկավ այդ հարցումները մեղմ ասած հուսադրող չէին Կտրիչի համար։ Ես ուզում եմ մի փոքր դարձյալ խոսենք այս ուղղությամբ, որովհետև կարծես թե այնքան էլ մենք լավ չենք ըմբռնում ինչա կատարվելու կամ փորձ է արվում մանիպուլացնել։ Նախ այսօրվա դրությամբ, ովքեր որ սատարում են Կտրիչ Ներսիսյանին եւ որակում նրան որպես կաթողիկոս, պահում նրան այդ գահին, ովքեր են նրա զոհերը, առաջինը նրա զոհերը։ Հին կառավարման մեթոդներով, KGB-ական կոմպրոմատներով բոլորը բոլորին պահում են, բոլորը բոլորին։ Եվ խոսքը միայն այդ տեսակ այլասերվածությունների մասին չի։ Խոսքը նրա մասին չի, որ ամեն մեկը վախենում է կոմպրոմատների հրապարակումներից եւ առհասարակ միայն կոմպրոմատները չեն։ Խոսքը նաեւ եկեղեցին քանդելու մասին է։ Եկեղեցին քանդելու մասին։ Ինչ ուզել արել են ու եթե շատ լավ նրանք գիտակցում են, որ եթե իրենցից մաքրվի Էջմիածինը, եթե իրենցից մաքրվի եկեղեցին հայոց, այնպիսի բաներ կարող են բացահայտվել, որ էլ ասելու չի։ Իհարկե շատ վտանգ պարունակող հարցեր կարող են չհանրայնացվել, բայց դրանք կբացահայտվեն։ Չհանրայնացվեն մենակ այն պատճառով, որ ուզենք թե չուզենք դրանով այո հարված իջնում է մեր եկեղեցուն եւ պետք է այդ կողմից զգուշ լինենք։ Բայց ինչպես ցանկացած վիրահատություն, դա այո ցավոտ է լինում։ Վիրահատությունը օրինակ նույնպես չէ, ցավոտ տհաճ բան է, բայց դա բուժվելու համար է, ապաքինվելու համար է։ Եվ այս process-ներում իսկ եկեղեցու մաքրման մեկնարկը տրված է, այս ու այդ գործողությունները տարբեր ուղղություններ են ունենալու։ Այս իրավիճակում շատերն են դժգոհ լինելու, շատերին է շատ բան ցավ պատճառելու, նաև հավատացյալներին։ Դու գիտեք ինչ, այն ականջներն ու այն աչքերը, որ տեսնում ու լսում են ինչ որ կատարվում է, դա ցավ չի պատճառում մարդուն, հոգու ցավ չի պատճառում, բացասական ներգործություն չի բերում իր հետ, իհարկե բերում է։ Բայց եթե մենք չազատվենք դրանից, եկեք պատկերացնենք ինչ է սպասվում մեզ վաղը, մյուս օրը, մեր սերունդներին։ Նրանք պիտի ավելի ապականված տեղ գնան, չենք հասկանում։ Չէ՞ որ մենք սիրում ենք կրկնել մեր հավատքը, մեր քրիստոնեության տարեթիվը, ամսաթիվը, չգիտեմ, աշխարհում ամենահինը հներից մեկը, իսկ ինչպիսին նա նա։ Այսպիսինը պիտի լինի։ Ինչ են մեզ փորձում համոզել։
Մեզ փորձում են նախ եւ առաջ տարբեր ուղղություններով համոզել, որ ժողովրդավարությունը վատ բան է։ Ես ընթերցեմ, հա, ուրեմն մեկը հյուր էր, անունն ինչ էր, հեսա Ռուբեն, եկեղեցական։ Նրանք տարբեր ձևերով են դա հասկացնում, քանի կար Աչապահյաններ, հիմա Ռուբենն է դրա մասին խոսում։ Փորձում է համոզել, թե ինչքան վատ բան է ժողովրդավարությունը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Facebook-յան իր էջում գրել է. Հիմա էլ Մայրաթորի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է որոշել մեզ բացատրել, որ ժողովրդավարությունը վատ բան է, վկայակոչելով Պլատոնին։ Դեռ լավ է, որ Պլատոնով է սահմանափակվել, թե չէ կարող էր նաև arczepiskopos Աչապահյանին վկայակոչել, որն ասում էր, որ ժողովրդավարությունը չարիք է եւ որ ոչ բոլորը պիտի ընտրելու իրավունք ունենան։ Բայց վերադառնանք Տեր Ռուբենին ու Պլատոնին։ Տեր Ռուբենը ճիշտ է, որ մոտ 2500 տարի առաջ ապրած Պլատոնը ժողովրդավարության ամենամեծ սիրահարը չէր։ Նա համարում էր, որ ժողովրդավարությունը երկրորդ ամենավատ կառավարման ձևն է բռնապետությունից հետո։ Փոխարենը Պլատոնը համարում էր, որ կառավարման լավագույն ձևն արիստոկրատիան է, երբ կկառավարեն փիլիսոփա արքաները, որոնք չեն ունենա եկամուտ ու մասնավոր սեփականություն։ Շատ լավ, հիմա մնում է պարզել։ Կտրիչ Ներսիսյանի քաղաքական դպրոցի ներկայացուցիչների փիլիսոփա արքաները, Քոչարյանն ու ռուսաստանցի գործարարը պատրաստ են արդյոք հրաժարվել իրենց ամբողջ սեփականությունից։ Ինձ ինչ որ բան հուշում է, որ ոչ։ Եվ ոչ միայն հրաժարվել, այլ իրենք են այդ արիստոկրատները, փիլիսոփա արիստոկրատները։ Երբ որ մեջ բերում եք, ես չեմ հասկանում, այս ինչ բնավորություն է տերտերների մոտ մտել։ Տեր կլինի քանը, չգիտեմ դուք ոնց եք սիրում որ ձեզ անվանում են։ Այս ինչ բնավորության գիծ է, ինչ որ առանձին հատվածներ վերցնել ու ներկայացնել։ Ինչու ամբողջը չեք ասում։ Չէ, դուք հասկանում եք, չէ, ինքներդ էլ հասկանում եք ու դրանով իսկ ընդունում եք, որ դուք ընդունակ չեք ամբողջը ըմբռնելու։ Դուք կարող եք մի մասնավոր նախադասությունը վերցնել ու ասել, օ, այստեղ ճիշտ է ասում։ Իսկ ընդհանուր միտքը ինչի համար է ասում, ինչի համար է այդ մտքի մեջ նաև այդ նախադասությունը դրած։ Ինչու չեք ասում։ Ժողովրդավարությունը վատ բան է, խնդիր չկա։ Հիմա կարող ենք հենց հիմա այս պայն դու Հայր Ռուբեն, թե ինչ ոնց դիմենք քեզ, չգիտենք։ Կարող ենք այսպես պայմանավորվել։ Այս պայից սկսած չլինենք ժողովրդավար։ Աչապահյանը բանտում է, Գալստանյանը այնտեղ է, ու էլի շատերը հեսա շուտով կգնան։ Չլինենք ժողովրդավար։ Աչքովս ընկավ մեկն էլ մի սրբազան էր, ինչ էր, հարցազրույց էր տալիս, սենց է անում, ասում է, ժողովուրդ, որտեղ կլսեք ժողովրդավարություն, օրենք, մարդու իրավունքներ, փախեք այդտեղից, ձեզ ուզում են մոլորեցնել այդպիսի բառերով։ Դրանից կարճ մի քանի վայրկյան հետո, երբ հարց է գալիս արդեն իրանց տերորիստ տերտերներին, ասում է, բա ուր մնաց ժողովրդավարությունը, ուր մնաց մարդու իրավունքները, սահմանադրությունը, մտքը կողմնորոշվեք, թե ձեր կարծիքով միայն ձեր պարագայում պիտի գործի, մնացածի պարագայում ոչ։ Սրանով ինչ հղում եք անում, ես դա եմ ուզում հասկանամ։ Մենք անընդհատ, դուք որ ասում ենք դեգրադացնում եք, դրա մասին ենք ասում, դեգրադացնում եք հասարակությանը։ Մեկն ալին, մեկ մეხին, մեկն ալին, մեկ մეხին, ինչ ուզում խոսում եք։ Ոչ մի ձեր արտահայտած միտք տրամաբանական շարունակություն չունի, ոչ քաղաքացիական առումով, ոչ եկեղեցական առումով։ Ամենացավալին դա է։ Դուք չեք կարողանում, գիտեք, դուք պիտի ուսուցանեք, դուք պիտի աշակերտեք, դուք պիտի սովորեցնեք, դուք պիտի քարոզեք, սա կարևոր, ամենակարևոր առաքելությունն է ձեր, բայց ոնց նայում եմ ցանկացած մեկը, երբ նայում եմ ձեր տվյալներին, ցանկացած մեկը կարող է ձեզ թե աշակերտել, թե ուսուցանել, թե ամեն ինչ անել, ինչքան կարճ եք դուք, ինչքան փոքր եք դուք, վատ բան է ժողովրդավարությունը, խնդիր չկա, կարող ենք հենց հիմա գալիս եք Հայր Ռուբեն, միասին դուրս գանք, պահանջենք, որպեսզի իշխանությունը այսուհետ լինի բռնապետական ռեժիմով։ Ունեք ցանկություն նման։
Ես ձեզ ասեմ, հանրության լայն հատվածը կարող է միանալ դրան։ Որովհետև բոլորի այստեղն եք հասցրել։ Ոչ միայն դուք, նաև ձեր այդ աֆիլացված Քոչարյանա սերժական բանդան։ Բոլորը։ Ու այս ժողովուրդը եթե բողոք ունի այսօրվա իշխանությունից, այդ հենց այն է, որ մի հատ 10 վայրկյանով բռնապետական ռեժիմ չի մտցնում սաղիթ մցանի ծակերը, որովհետև ամեն մեկի վրա քրեական օրենսգիրքը ծայրից ծայր վերաբերելի է։ Ինչ նկատի ունեք դա ասելով։ Սա ժողովրդի պետությունն է, դու ով ես այստեղ։ Դու ունես անձնագիր Հայաստանի Հանրապետության։ Եթե Հայաստանի Հանրապետության անձնագիր ունես, ուրեմն դու կրողն ես Հայաստանի Հանրապետության 1.3 միլիոներորտական մասի։ Հասկանում ես դու։ Դու ասում ես չէ, եկեք լինենք ոչ թե պետության քաղաքացի, այլ լինենք մի հատ ղեկավարի բաները, հպատակները։ Դու դա ես ասում, բռնապետությունը դա է։ Բռնապետության հետ աշխարհը փորձում է չաշխատի։ Բռնապետությունը սահմանափակում է մարդու, այն էլ ասում է բանը, եկեղեցականը։ Երբ անգամ Աստված է խոսում մարդու ազատություններից։ Ազատ խոսքի մասին Աստված է հուշում ու ասում։ Բռնապետությունը եղել սովետի վաղ դուրները տեկել, հա։ Գործել եք։ Ես չեմ հասկանում, այս ինչ սինդրոմ է ձեզ մոտ։ Այս ինչ հիվանդություն է ձեզ մոտ։ Ձեզ դուր ա եկել, օրինակ, ինձ թվում է կտրիչը ձեր վրա լավ էլ բռնանում, հա։ Ու դե ձեզ սկսել է դա դուր գալ։ Ինչ որ սադոմազո բաներ են առաջացել ձեր մոտ, հակումներ։ Ու դուք ուզում եք, որ դուք միայնակ չլինեք բռնապետական ռեժիմի ենթարկվող, դուք ուզում եք բոլորը լինեն, որ ձեր կոմպլեքսները փարատվեն։ Այս ինչ քարոզ եք տանում մեր երկրի ներսում։ Ո՞ս կարող ես դու կամ որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում որոշի առանձին վերցած, թե ինչպիսի կարգեր պիտի լինեն ու իմ սերունդները ինչպիսի կարգերի ներքո պիտի ապրեն։ Ո՞ս կարաք դուք որոշեք։ Սա հետամնացություն է։ Սա է ձեր քարոզը։ Թե որովհետև ստացվում է ձեր մոտ բռնաճնշումներով մի քանի աշխատող, Տեր Արամին ինչի եք կարգալույց արել։ Այդ որ մեկս չենք հասկանում ինչի եք արել։ Քաղաքական բան եք տակը դրել։ Եկեղեցին Տեր Արամին կարգալույց անելու համար քաղաքական հիմք է դրել տակը։ Ու դուք քաղաքական եք, ոտքից գլուխ։ Եվ ժողովուրդ, գիտեք, այս ամեն ինչի կնքահայրը, այո, հենց Քոչարյանն է, հետևից էլ Սերժը, ասեմ ինչու։ Ես երեք զրուցում էի իմ ընկերներից մեկի հետ իրավաբան, ում հետ միշտ չի, որ մենք համակարծիք ենք լինում, բայց շատ հաճելի է այդ վեճերը, որովհետև նաև սովորում ես։ Ես ճիշտ ասած ուշ ժամ էր, եկատուն չեմ հասցրել, մի հատ ես էլ անցնեմ վրայով, բայց առաջիկայում կանցնենք։ Մի հատ բացեք մեր սահմանադրությունը, նայեք ինչ սարսափելի է այդ մասով։ Կոնկրետ պետություն եկեղեցի հարաբերությունները ինչ սարսափելի ձևակերպումներ ունեն։ Մենակ պետության ու եկեղեցի հարաբերությունների լավը չուզողը կարար նման սահմանադրության ձևակերպում մտցներ։ Նման ձևակերպումներ։ Միայն կարող էր դա անել հենց ները, որպեսզի իրավական տեսանկյունից կասկածի տակ դներ ու տար հնարավորություն երկուսի միջև բախում ստեղծելու։ Սա սարսափելի է։ Ես կետերով առաջիկայում կանդրադառնամ, միասին կքննարկենք այդ ոնց է տենց լինում։ Այդ դրա համար էլ բազմել են ու չեն ուզում թռնեն ընդեղից։ Ու փորձում են քաղաքականացնել։ Այսինքն, երբ որ Տեր Արամը ներսում բազմիցս ասելով, հա, իմիջայլոց գիտեք ոնց է։ Ստացվում է, որ այն քահանան, ով մաքուր է ու իր վրա չի լինում կոմպրոմատ հավաքել, նա իրենից վտանգ է ներկայացնում։ Նա իրենից վտանգ է ներկայացնում կտրիչի համար։
Ոնց, բա ոնց կառավարի։ Ինքը չի բացում կանոնակարգով կառավարի, նա կառավարում է հրահանգներ տալով, հրամաններ տալով։ Ու եթե դու մաքուր ես, կարող ես հակադարձել, չէ։ Բա ոնց է քեզ վարկաբեկելու։ Չի կարող վարկաբեկել։ Պատժելու մի հատ ձև է մնում, կարգալույց անել, վերջացավ։ Ընդ որում կարգալույց անել, որը որ այն մյուս իրեն կաթողիկոս հռչակած անձնավորությունը Արամ, Տեր Արամ, հայր Արամ Ա անունով հայտնի, անգամ նա չընդունի քո արած կարգալույցը։ Փաստերով։ Եղել է նման դեպք։ Երեք դրա մասին կարծեմ անդրադարձել եմ։ Երբ կոնկրետ Մոսկվայում Պոլերին էր փռում FSB-ն մեր եկեղեցականներին, ծառայողներին, որովհետև FSB-ն նրանց վերբովկա չէր կարողանում անել։ Պոլերին էր փռում, ասֆալտին էր փռում, որպեսի բերեր եզրասին, ով համաձայն էր նրանց հետ աշխատել։ Իսկ նրանց հետ աշխատել Մոսկվայի սիրելի հայրենակիցներ ջան, շատ բան է նշանակում։ Ամեն մեկիդ մասին ինֆորմացիան եզրասով ընդեղ դրած է։ Ամեն մեկիդ մասին, որտեղ եք ապրում, ով եք, ինչ եք, ում եք սիրում, ում չեք սիրում, ինչ մեղքեր եք գործել, ինչ մեղքեր չեք գործել։ Այս այդ են վերածել եկեղեցին։ Այդ ժամանակում ոնց որ փռմասը, հետո դրանց կտրիճը կարգալույց է անում։ Բա որ կարգալույց ես արել, Տեր Արամը հետո ոնց է այդ մարդկանց կանչում, ասում է եկեք իմ մոտ բան արեք, ձեր սպասարկումը իրականացրեք։ Ոնց, դրանով չի նշանակում, որ չի էլ ընդունում, որ այդ կարգալույց անել չանելը արժեզրկվում է իմաստը։ Աչուձախ ինչ ուզել արել է։ Պարզվում է Կտրիչ Ներսիսյանի ամբողջ հարազատությունը մի հատ առանձնահատուկ ձևով Աստծո կողմից օրհնված ցեղ են, էլի։ Դրանց ում ունի բերել դարձրել է։ Բա ոչ մի եպիսկոպոս, արքեպիսկոպոս չի ասել, թող հələ մի րոպե, սենց մեր գործունեության օբյեկտիվությունը, եկեղեցու անաչառությունը խախտվում է։ Ու ժամանակին չեն ասել բերել կուտակվել, այսօրվա դրությամբ չեն էլ կարող ասել։ Չեն կարող ասել։ Որովհետև վախենում են։ Եվ վախենում են, որովհետև անաստված են։ Այլապես չէին վախենա։ Հիմա դուրս են եկել, օրենք են դնում։ Այս օրենքով սենց, են օրենքով նեց, ինչ օրենք։ Հայր Ռուբեն, ինչ օրենք։ Բռնապետություն ենք դարձնում։ Ձեր ուզածն ենք անում։ Ինչ օրենք։ Դուրդ կգա տենց։ Համայնքը ընդունում է իր քահանային, համայնքը սիրում է իր քահանային, համայնքը իր քահանայի հետևից գնում է։ Ինչ եք այդպես վարվում։ Որտեղ է արդարամտությունը։ Այս ամբեն ինչի մեջ որտեղ է Հիսուս Քրիստոսը։ Դուք ձեզ որոշ դեպքերում Աստծուց բարձր եք դասել, այդտեղ է խնդիրը։ Դուք կարծել եք, որ ձեր որոշումը, քանի որ ձեր որոշումն է, ուրեմն Աստված կընդունի։ Դուք Աստծուն ստորադասել եք ձեզ, հասկանում եք դուք։ Ձեր օրենքները Աստծու առաջարկած կարգ ու կանոնի հետ ոչ մի առնչություն չունեն։ Աչքովս ընկավ մեկը, դու պատկերացրեք ոնց են իրար հետ փոխկապակցված քոչասերժականները ու բանը, կտրիճը իր ենթականերով, ճորտերով, աչքովս մեկը ընկավ բյուրականի ինչն էր, բյուրականի քահանան Արագածոտնի մարզի, խոսույթը ոնց է ձևակերպում, ասում է մարտի մեկը բախումներ հրահրողը, այսօր դուրս է եկել եկեղեցու, դուք սրանց բանին տված որակավորմանը նայեք, այսքան այս քահանան ասում է,
որ են տանկերը, որ եկել էին սալյուտ խփելու։ Սրանք անգամ մարտի 1-ի տված գնահատականը չեն ընդունում։ Իմիջայլոց հատուկ իրավաբանություն գլուխ չհանող, այս աստիճան գլուխ չհանողներին ասեմ, ձեր ասած բախումներ հրահրողը արդարացվել է մի այդ որոշմամբ։ Մի այդ որոշումն էլ հիմա բաներ ա ուղարկել, վճիռներ ա ուղարկել։ Հենց մարտի 1-ի թեմաներով, որտեղ որ պետությունը, որի կառավարումը տված էր Քոչարյանին, որը փոխանցում էր Սերժին, մարդու կյանքի իրավունքը խախտել է։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Օսմանյան կայսրությունն է խախտել մարդու կյանքի իրավունքը։ Եվ հանկարծ անկախ պետության մեջ մարդու իրավունքը խախտվում է մասսայական բաներով, գործողություններով։ Դուք հասկանում եք, սա ինչ խայտառակություն առասարակ։ Նստել ժապիտը լայն դեպքերից նստած դուրս եք տալիս բան եք խոսում։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Իսկապես սա այլանդակություններ է կա, ես չգիտեմ, մեր հասարակությանը դեգրադացրել են այն աստիճան, որ կարողանան իրենց այլանդակությունները իրականացնեն, ու այդ այլանդակությունները ճիշտ գնահատականի եւ հակազդեցության չենթարկվեն։ Այս սա է ամբողջ խնդիրը։ Նայում եմ հարցումները, մարդ ասում իմ ասա, մարդ ասում ախպեր, ինչ Աստված է ել արդեն։ Ձեր գործունեության արդյունքում մարդիկ Աստծուց են հեռացել։ Ես հիմա ուղիղ օրինակ եմ բերում։ Բազմիցս եմ նշել, գլուխ չեմ գովում մյուս լրագրողների նման պահի տակ մեկ աստվածաբան չեմ, մեկ քրիստոնյա, մեկ աթեիստ, մեկ դեմոկրատ, մեկ բռնապետական բանի սիրահար։ Մարդ եմ միշտ ազնիվ ասել եմ։ Այն ընդունված ձևով ոնց որ մենք հասկանում ենք հավատացյալ ասելով, հա, ասենք հավատացյալը ինչպիսին պիտի լինի։ Ես այդպիսինը չեմ, ինձնից նորմալ հավատացյալ դուրս չի գա։ Առայժմ շատ հնարավոր է եւ ժամանակի ընթացքում գնա դրան։ Բայց ինձ եկեղեցուց հեռացնողը եղել են հենց եկեղեցականները։ Ու ես այսօր ցավով եմ դա ասում։ Ու ես այսօր ոնց որ թե ինչ որ բան է մոտս կարծրատիպեր է կոտրվում, հենց նույն Տեր Արամով։ Կարծրատիպեր է ինձ մոտ կոտրվում։ Դա լավ է թե վատ է, չգիտեմ։ Կտրիչների համար լավ չի երևի։ Այսօր զանգ եմ ստանում, երդվում եմ Տեր Արամի համարը երբեք չեմ ունեցել։ 3-4 օր այնտեղ եմ եղել, ես այդ 3-4 օրվա մեջ 3-4 րոպե չեմ խոսել իր հետ։ Երևի գյուղի մարդկանցից համարս ճշտում է։ Զանգում է, Տեր Արամն է, ասում եմ, հա, ոսնեցեք, Տեր այր Աստված օրհնի։ Ասում եմ, Տեր հա, ասում է Գնել ջան, մի հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Ասում եմ, ինչ։ Մի տիկին է եկել, ներկայացել է, որ ինքը եղել է աթեիստ, մինչև այս պահը։ Ու ասում է Գնելի մշտական հետևորդներից եմ, նրա թե հաղորդումները բաց չեմ թողնում, թե Facebook-յան լայվերը։ Ու ասում է վերջինս ամեն ինչի մեջ Գնելի մեկնաբանությունները ու նաև ձեր պատարակ մատուցելու ձևը, այս ամեն ինչ ասում է իմ մոտ այնպես բաներ է բացել, որ ես ուզում եմ մկրտվեմ։ Ես ուզում եմ վերադառնամ եկեղեցի, ես ուզում եմ դառնամ եկեղեցի։ Ու խնդրել է Տեր Արամին, որպեսզի Տեր Արամը քավոր լինի, դե բնականաբար եթե Տեր Արամը քավոր լինի, չի կարա համ մկրտություն անի, համ քավորը լինի, Տեր Արամն էլ խնդրել է այլ քահանայի այդ ծիսակարգը մատուցել։ Ու ասում է բանա, եւ շատ մեծ խնդրանք ուներ, որ դու էլ ներկա լինես, հնարավոր է։ Ասացի լավ, նո ժամը մի քիչ հարմար ժամ չի, մի ժամ հետաձգենք, անպայման կգամ, իհարկե։ Դեց հետո ես մտածում եմ, ասում եմ մի րոպե։ Ես իմ կարծիքով, այսքան հեռու լինելով եկեղեցուց, այս գործունեությունն արդյունքում հասել է այնպես, որ մարդը լինելով աթեիստ, համոզված աթեիստ, եկել է եկեղեցի։ Հիմա կտրիչ Ներսիսյան։
Քանի հոգի է դարձել դեպի եկեղեցի քո գործողությունների բանով։ Դու լինելով կաթողիկոս, հասկանում ես, լինելով կաթողիկոս, ասենք եթե քեզ հանենք օրինակ, հա, որպեսզի ճիշտ ըմբռնենք ժողովուրդ ջան, կաթողիկոսի կոչումը արդեն հեղինակության մասին է, հասկանում եք, այսինքն մեխանիկորեն հեղինակություն է տրվում նրան։ Եթե հիմա կտրիչին հանենք, օրինակ, այս բաժակը դնենք, ասենք մեր այս բաժակն է կաթողիկոսը, մենք մի փոքր այս բաժակին այլ աչքով կնայենք, ուզենք թե չուզենք։ Մնացածը արդեն իր գործունեությամբ ինքը պիտի ցույց տա, որ ինքը այո, 133-րդ կաթողիկոսը բոլոր կաթողիկոսների մեջ, չգիտեմ, ամենաերանելին էր, ամենակառուցողն էր, ամենաեսինչն էր, մենք անվանումը հետո կկպցնենք, բայց արդեն ազդեցությունը մեծ է։ Եվ կաթողիկոսի գործունեության արդյունքում մեկը չի դարձել եկեղեցի, մեկը չի դարձել, եկեղեցի եկել են նրանք, ովքեր որ այսպես թե այնպես միշտ գալիս են, մեկը չի եկել, մեկը չի ասել Կտրիչ Ներսիսյանը, Գարեգին բնայս ինչ լավ կաթողիկոս է, նրա խոսքը ինձ, չգիտեմ, բան անում, ես ուզում եմ, ես պիտի հաճախեմ եկեղեցի, որովհետև նա բացեց իմ աչքերը, նա չգիտեմ, պատկերացնում եք, սենց բան կարեք տեսնեք, չէ։ Կիրակի օրը Հովանավանքում ես ցավոք այնտեղ չեմ եղել, բայց ես տեսնում էի կադրերը։ Այնտեղի մեծ մի մասը երևի կյանքի մեջ առաջին անգամ էր պատարակ գնում։ Որովհետև այդ մարդկանց մեջ բան է շարժվել, այն կարծրատիպը, որը ստեղծել է 26 տարիներին Կտրիչ Ներսիսյանը, որ եկեղեցականները նարկոման են, եկեղեցականները այլասերված են, որ եկեղեցականները եսամոլ են, եկեղեցականները են, այս կարծրատիպը մարդկանց մեջ նստած, մի հատ պուճուրիկ հայր տեր Արամ, փոքրամարմին, համեստ տեր Արամ, կոտրում է։ Այս սրանից եք դուք սարսափում, որովհետև ձեր խնդիրը չի եղել եկեղեցին կառուցելը, եկեղեցի կառուցել շինության մասին չի խոսքը։ Աստծո տունը մարդկանց ներսում կառուցելը չի եղել ձեր գործը։ Ձեր գործը եղել է հենց էլ հանգավորված այդ քանդելը, խիղճը կորցնելը մարդու։ Այլապես ձեր նույն քահանան լայն ժպիտով չի նստի մարտի 1-ից խոսա ու անի եզրակացություններ, որոնք հակամարտկային են, ոչ միայն հակահայկական են, առհասարակ հակամարտկային են։ Սա է խնդիրը։ Ու գիտեք, ես ինչ որ էստեղ ասում եմ, նորություն չեմ ասում, գուցե 1-2 պատմություն ես եմ լսել ասեմ, վստահաբար շատ հեռուստադիտողներ 5-10 ավելին կասեն, կպատմեն։ Բայց խնդիրը այնտեղ չի, որ դեմոնիզացնենք մեկին, ով ինքը հենց դեմոնն է, հա? Խնդիրը այդտեղ չի, խնդիրը այստեղ է, այս ամեն ինչը գիտենք, իմանում ենք, հասկանում ենք ու գիտենք, նոր բան չի, նոր պատմությունները կարող են լինել, բայց արժե համակարգային իմաստով գիտենք ով են, իսկ ինչ անել։ Այստեղ հենց այդ մեծ հարցն է, իսկ ինչ անել։ Որովհետև այլ բան է, երբ որ մարդը դա ընդունում է, եւ այլ բան է, երբ որ մարդը որոշում է անմիջական մասնակիցը լինի դա մաքրապատելու։ Այլ բան է, երբ որ բոլորս տեսնում ենք, որ այստեղ կեղտոտ է, եւ այլ բան է, երբ որ մեկս կվերցնենք ավելը ու կմաքրենք այդ կեղտը։ Սա լուրջ խնդիր է։ Առավել եւս, որ անգամ այդ մեկի դեմ աշխատում են, մեր միջից մեկի դեմ։ Ու ինչ են անում այսօրվա դրությամբ։ Ես այստեղ իշխանությունների եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն եմ ուզում գրավել եւ ուզում եմ գրավել բոլոր քաղաքացիների ուշադրությունը։ Այստեղ կա մի կեղտոտ այսպիսի իրավիճակ։ Փորձում են իրենց ենթակա լրագրողներով, ինչպես Թագուի Թովմասյանն էր ասում, Թագուի էր, չէ, Անժելան, կներեք Թագուին անունս տվեց։ Անժելա Թովմասյանն էր ասում, 45 կայք աշխատում էր
այս ուղղությամբ կամ այն ուղղությամբ։ 45 կայք ժողովուրդ ու ամեն կայքը 10-ից 15 րոպեն մեկ ռեպորտաժ ա դնում կամ նորություն ա գնում կամ հրապարակում ա անում 10-ից 15 րոպեն մեկ։ Պատկերացրեք օրը մի կայքը քանի հրապարակում։ Ամեն երկրորդը ատելություն ա, ամեն երկրորդը քաղաքականության վերածելը, ամեն երկրորդը Փաշինյան ու հասարակություն հայհոյելն է, ամեն երկրորդը Տեր Արամին բան դարձնելն է, մի խոսքով, պատկերացրեք ինչ ու տենց 45 հատ, պատկերացրեք ինչ ազդեցության մասին է խոսքը։ Մանիպուլացիոն, ճիշտ է 1000 անգամ, սխալը 1000 անգամ, ասա ու կդառնա ճիշտ, այս ձևակերպումն է իրենց մոտ։ Ու այս ամբողջը, այս բոլոր ռեսուրսները, իմիջիայլոց այդ ռեսուրսների հատկապես տիկնանց բաներ անում, ոգևորում էր եւ իր հայրական օրհնություններ ցուցաբերում հենց Կտրիշ Ներսիսյանը, այսինքն ասում էր լավ եք անում այդ ժողովրդի հետ կռիվ տվեք, այդ լկտի պահվածքի համար օրհնվել են։ Ուրեմն սա պաշտոնական բան է իրաց կողմից, ես իզնից բան չեմ հորինում։ Ուրեմն հիմա այս ողջ ռեսուրսը ժողովուրդ աշխատում է որպեսզի եկեղեցու կեղտի մասին խոսույթը դարձնի քաղաքական խոսույթ։ Այսինքն փորձում են ժողովրդին ներկայացնել, որ եկեղեցու կամ թեկուզ նույն Կտրիշ Ներսիսյանի դեմ դուրս է եկել Նիկոլ Փաշինյան վարչապետը։ Եվ Նիկոլ Փաշինյանն է փորձում առաջնորդի, ուրեմն այն մարդիկ, ովքեր որ կաշկանդված են, ովքեր որ գիտեն ինչա կատարվում եւ կցանկանային եկեղեցի մակրապատման գործում անմիջական մասնակցություն ունենային, բայց քաղաքական հայացքներով չեն հարում Նիկոլ Փաշինյանին, ասել լավ դե եթե ինքն է անում մենք ինչ գնանք։ Ու սրանով փորձում են կոտրել։ Հասկանում եք։ Դրա համար անընդհատ իրան քաղաքականացնում են։ Անընդհատ քաղաքականացնում են։ Ասենք ըմբռնելի է, չէ՞, խոսքը ասենք թե ես քաղաքական հայացքներ կամ չունեմ կամ Փաշինյանին չեմ սիրում։ Բայց նաև գիտեմ, որ եկեղեցին մաքրվելու կարիք ունի։ Բայց քանի որ այդ բանը աշխատանքը կարող է համակարգել հավատացյալ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, ես կարող եմ չմիանամ դրան։ Այդ խնդիրն են փորձում լուծել։ Եվ այս լրագրողները չեն ցանկանում ներկայացնել իրական պատկերը, որ Նիկոլ Փաշինյանը որևիցե հերթական մեկն է, այն բազմա միլիոն, բազմա հազար, 100,000-ով քաղաքացիների, ով րոպե առաջ ուզում է մաքրված տեսնի, էջմիածնի լուսավորչի գահը։ Այդ դիսբալանսն են փորձում ստեղծեն, դրանով փորձեն ապահովագրել իրենց։ Ուստի ես խնդրում եմ ժողովուրդ ջան, մի տրվեք այդ քաղաքական մասին։ Սա ասեմ ձեզ, եթե ես նկատեմ եկեղեցու մակրապատման գործում Փաշինյանի կողմից դրսևորած քաղաքական որևիցե բան, ես ինքս առաջինը անկեղծորեն այստեղից կդատապարտեմ դա եւ կքննադատեմ դա։ Բնական է, իհարկե որոշ քաղաքական ուժեր բոլոր կողմերից ընդ որում քաղաքական դիվիդենդ են այդտեղ փորձելու ինչ որ կերպ փոկեն։ Սա հասկանալի է, բայց վերածել այս իրադարձությունները քաղաքական, չգիտեմ ինչ, սա ամենամեծ սխալն է։ Թույլ մի տվեք ամեն մեկը ձեր միջավայրում, ով կասի բանիկորը, ասեք իր գործը չի, իմ գործն է, ես եմ հավատացյալը, իմ եկեղեցու մասին է խոսքը, ու իմ եկեղեցին չի կարող լինել այդ վիճակում։ Իսկ այդ բազմահազարանոց մարդկանց մեջ Նիկոլ էլ կլինի, Պողոս էլ, Պետրոս էլ, Մարտիրոս էլ, ամեն ինչ էլ կլինի։ Ես չգիտեմ, ես իմ գործին եմ։ Ես իմ եկեղեցին եմ մաքրում։ Ու եթե մենք այս գիտակցումը պահպանենք մեր մեջ, հավատացած եղեք, երկար չի տևելու նրանց այնտեղ նստելը։ Չնայած մյուս կողմից էլ հանուն անկեղծության պիտի ասեմ, որ շատ դժվար է լինելու։ Շատ դժվար։ Որովհետև պետությունը, կարելի ասել, չունի ռեսուրսներ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու վրա կիրառելու, չունի իրավունքի տեսանկյունից, եւ եկեղեցին էլ շատ բաներ չունի,
իրավունքի տեսանկյունից։ Դժվար է լինելու։ Կամակորությամբ կտրիչը անընդհատ փորձելու է պահել։ Եվ ես խնդրում եմ, որպես քաղաքացի եւ մարդ, ում մեջ կարծրատիպեր են կոտրվում ու գնում է դեպի եկեղեցի։ Մարդ, ով իր կյանքում բազմաթիվ սխալներ է թույլ տվել։ Մարդ, ով ուզում է իր պետությունն ու իր եկեղեցին լինեն լավը, մաքուր, ուժեղ, ամուր։ Փշրեք այդ շղթաները ինքնուրույն։ Մի սպասեք որևիցե մեկին։ Վստահ եղեք, եթե որևիցե մեկը եկել է փշրելու ձեր փոխարեն ձեր շղթաները, դա դեռ ազատությունը չի։ Ազատվել շղթաներից դա դեռ ազատությունը չի։ Անպայման դա ինչ-որ բանի համար է տեղի ունենում։ Դուք ինքներդ պիտի փշրեք։ Ու ինքներդ պիտի որոշում կայացնեք։ Մենք մեր 1700-ամյա եկեղեցին պիտի մաքրենք, թե չէ։ Այն պիտի նորից ծառայի մեզ ու մեր սերունդներին, թե չէ։ Այլապես չզարմանաք, որ վաղը մյուս օր ժառանգականության խնդիր առաջանա ու եկեղեցին ավելի կոպիտ ձևով դուրս գա պետության դեմ, իսկ պետությունը այդտեղ որոշակի կաշկանդվածություն ունի պաշտպանվելու։ Այն կարող է անընդհատ մանիպուլացվել ամենատարբեր ձևերով, ինչի զոհը կարող է դառնաք։ Ինքներդ էլ չհասկանաք, ոնց ամեն ինչ ձեռքից գնաց։ Այսօր պահն է։ Հիմա է պահը։ Հիմա ես ուզում եմ մի բանի մասին էլ խոսել։ Ես ինձ անընդհատ հարց եմ տվել։ Տեսեք, մի կողմից եկեղեցին ասում է իր պահվածքը այնպիսին է, որ սա մերն է։ Եկեղեցին Էջմիածինին է պատկանում։ Հարց է, ես իսկապես այս հարցը ունեմ։ Արցախում գտնվող եկեղեցիները ում էին պատկանում։ Մի մասը առնվազն պատկանում էին Էջմիածնին։ Առնվազն մի մասը Էջմիածնին էին պատկանում, եկեղեցա պատկան բաները, մյուս մասը մշակույթի նախարարությանը բնականաբար։ Ու այն ինչը որ պատկանում էր Էջմիածնին, ով կառավարության հետ ունի սահմանադրական ձևով գրված շփումներ։ Այս եկեղեցին իր կտրիչ Ներսիսյանով ինչի ինքը չի աղաղակում այն վանդալիզմի դեպքերի մասին, ինչ որ մենք տեսնում ենք ժամանակ առ ժամանակ։ Եվ ինչի են հենց սրանք նույն մարդիկ, նույն անձերը մեղադրում իշխանություններին այդ առումով։ Իշխանությունները այո կարող ասելիք ունեն, բայց իշխանությունները ունեն ռազմավարության եւ պատասխանատվություն պետության, Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Իշխանությունը կարող է այլ առումներով անդրադառնալ դրան, հա? Բայց դրանք մայրաթորի սեփականությունն է։ Եվ առաջին խոսողը իրենք պիտի լինեն։ Ինչու չեն խոսում։ Ու վերջերս ես մոտավոր բան լսեցի, սա շատ հիմնավոր չի առայժմ, երբ որ մանրամասներ հայտնի լինեն ես կներկայացնեմ ձեզ, բայց դա էլ բավականին հավաստի բաներ, աղբյուրեր,
որ մոտավորապես 2009 թվականներին ինչ-որ մի երրորդ վայրում եղել է հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի ու կտրիչի միջև։ Ու փաստաթուղթ է ստորագրվել, այսինքն ոչ թե փաստաթուղթ է ստորագրվել, երթում են ոնց որ տվել, էլի, խոստում է եղել, էլի։ Չգիտեմ ձևակերպումը ոնց ճիշտ կլինի, ես առաջիկայում սաղ կմանրամասնեմ։ Եվ Արցախի եկեղեցիները ներքին կարգով հանձնվել են Ադրբեջանին։ Ադրբեջանի կրոնական այդ բանին։ Այսպեսի սարսափելի մի բան։ Չնայած նման սարսափելի բաներ կարծում եմ դեռ շատ կլինեն, այն որ սեռական բաները կգնան երկրորդ պլան։ Այս խոսույթը կա։ Սա կա։ Ու սա չի կարող օդից լինել։ Գուցե ձևակերպումները այլ լինեն, բայց այստեղ բան կա։ Դա վստահ։ Եվ լավ կլինեն կասկածները քանի շատ չեն արմատակալել, եկեղեցուց փորձեն այս տեսակ տարածվող թեմային արձագանքեն ինչ-որ կերպ։ Իհարկե կարող են ասել, մենք արհամարում ենք, այդ ինչեր են խոսում եւ այլն, բայց մենք հստակ պատասխաններ ենք պահանջում։ Իսկ այս մանրամասները ճշտելուց հետո շատ ավելի հետաքրքիր ձևով այն կներկայացվի։ Իսկ ես կճշտեմ։ Սա ինձ բավականին հետաքրքրել է արդեն 3-4 օրն է։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։